Աստծուն այնքան մոտ պետք է լինի, որ եկեղեցուց չկտրի ժողովրդին ու չբաժանի ժողովրդին, հա, եկեղեցուց, բայց ինքը այնքան մոտ չի, ինքը ավելի շատ իր Աստվածը երևի թե Ռոբերտ Քոչարյանն է, ինքը Ռոբերտ Քոչարյանին ավելի մոտ է, քան հոգևոր կյանքին։ Գուցե 26-ի ընտրություններին է սպասում կաթողիկոսը։ Իսկ ինչ իրավունք ունի կաթողիկոսը սպասի 26-ի ընտրություններին։ Այստեղ ընտրությունների մասին չէ խոսքը։ Այստեղ հոգևոր բաժանումը հասարակությունից, հոգևորի եւ հասարակության բաժանումն է իրարից եւ 26-ի ընտրության հետ ինքը ընդհանրապես չպետք է կապեր։ Մինչեւ 26-ի ընտրությունը ձայնագրությունները ցույց էին տալիս, որ եկեղեցականներ լրիվ այլ բաներ էին խոսում, իհարկե անմեղության կանխավարկածները հաշվի առնելով, բայց ամեն ինչը մենք լսում էինք, ամեն ինչը լսել եւ տեսել ենք, հետեւաբար ենթադրությունները ամեն մեկս առնվազն մեր համար պետք է անենք, որ այստեղ չկա արդեն եկեղեցի, այլ կան կոնկրետ կտրիչներ Սիսյան, հա, ինչպես նշեցիք սկզբում, կա կոնկրետ քաղաքականացված մի մարդ, ով եկեղեցուն օգտագործում է քաղաքական նպատակներով եւ դա Ռոբերտ Քոչարյանն է, Ռոբերտ Քոչարյանին էլ սպասարկում են մի քանի հոգեվորականներ։